Գրանցվես ու վերիֆիկացվես TotoGaming.am կայքում դու կստանաս 10 անվճար թրիչքի հնարավորություն ռակետոն խաղում։ Ընկերներ, սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Կենտրոնական բանկի խորհրդի նոր անդամի թեկնածության հարցը, բայց առիթ ունենալով նաև թեկնածուին հարցեր հղելով, ես ուզում եմ մի փոքր անձնավորված խորհրդի անդամի թեկնածուի հարցից շեղվել, բայց նույն ոլորտի տարիներ շարունակ բարձրաձայնած տարբեր գումարումների ժամանակահատվածում մի քանի խնդիրներին այնուամենայնիվ անդրադառնալ եւ ակնկալել, որ նոր անձով նաև պայմանավորված, նոր իրողություններով պայմանավորված ի վերջո Հայաստանի Հանրապետությունում բանկային եւ վարկային քաղաքականությունը նոր մոտեցումներով հանդես կգա։ Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 1.650.000 վարկառու եւ այս վարկառուների մեծամասնությունը պետք է արձանագրենք, որ լավորիշ չէ, որ վարկառու են դարձել, նրանց մեծ մասը զգալի հատվածը մեկ վարկը մյուս վարկով է կոմպենսացրել եւ գնալով ավելի վատթարագույն վիճակի մեջ է հայտնվել։ Տարբեր ժամանակահատվածներում, երբ որ ազգային ժողով նախկին նաև իշխանությունների օրոք բերում էին տարբեր վարկային ծրագրեր, ինչի արդյունավետության մասով լավ կլինի, որ Կենտրոնական բանկը նաև այսօրեական հաշվետվություններով հանդես գան եւ ներկայացնեն դրանց իրական արդյունավետությունը որքանով է եւ ինչ նոր ծրագրեր հնարավոր կլինի այդ իրավիճակը մեղմելու առումով իրականացնել։ Նաև ներկայացնենք, որ ըստ էության դրանց նպատակահարմարությունը եւ նպատակային լինելը շատ մեծ հարցականի տակ է, բայց ինչ հանգամանքին են ուզում անդրադառնալ, որ միջազգային տարբեր կազմակերպությունում, համաշխարհային տարբեր ֆինանսական կազմակերպություններից Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ունեցել էժան գումարներ ներգրավելու եւ ներարկելու Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։ Որն է պատճառը, որ համաշխարհային բանկից 0.5%-ով, 1%-ով գյուղատնտեսությանը վերաբերող բանկային ծրագրերի համար գումարներ են ներգրավել եւ երկնիշ թվերով Հայաստանի Հանրապետության գյուղացուն վարկերա տրվել։ Դրա համար ով է պատասխան տալու։ Առ այսօր դրա հետ կապված որևիցե գնահատական պատասխանի տեսքով մենք չենք կարողանում արձանագրել։ Առիթներ ունեցել ենք մի քանի անգամ խոսելու, որ բանկի եւ վարկային կազմակերպությունների փոխգործակցությունը եւ փոխհարաբերությունները քաղաքացու կամ տնտեսվարող սուբյեկտի հետ, անհատ ձեռներեցների հետ պետք է լինի գործընկերային։ Այսօրյական այն պայմանները, որոնք որ կան Հայաստանում վարկերի եւ բանկերի տարվող քաղաքականությունը գործընկերային չի կարելի համարել, կարճաժամկետ եւ մեծ տոկոսներ, այնինչ պետք է ճիշտ հակառակ պայմաններն ու միջավայրը լիներ, երկարաժամկետ եւ մատչելի։ Ընդ որում սա արդեն ասում են որպես նաև տնտեսագիտության թեկնածու, մատչելիության հետ կապված շատ հստակ մենք պետք է մատննշենք ինչ նկատի ունենք, որովհետև եթե նախկինում եղել է 24% եւ այսօրական տոկոսադրույքը դարձել է 23 կամ 22 եւ դա համարենք մատչելի է, ընկերներ, սա մատչելի չէ։ Ընդ որում բազմաթիվ նամակներ վստահ եմ այս դահլիճում գտնվող падգամավորները տարբեր վարկային կազմակերպություններում գրանցված քաղաքացիների կամ բանկերից վարկեր վերցրած քաղաքացիների, ովքեր վատթարագույն վիճակում են հայտնվել, վերջին գույքն են, վերջին փող ամեն ինչ կորցրել են արդեն բանկերի հետ փոխգործակցության այս շրջանակներում, դիմում են ձեզ, մեզ այս խնդիրները սպառելու կամ այս իրավիճակից դուրս գալու համար, նաև կոնկրետ օրինակ եմ ուզում բերել։ Ես առիթ ունեցել եմ 4 անգամ վերավարկավորվելու կոնկրետ մի բանկային կազմակերպությունում, ընդամենը 3 այդ օրներ եւ 3 պարոն Խաչատրյան, ձեր հետ հնարավորություն եմ ունեցել նաեւ մեր խմբակցությունում հանդիպելու եւ խոսելու, եւ տեսեք ինչ զավեշտի հասնող մի գործընթացի եմ առերեսվել։ Ուրեմն երկու վատթարացող տենդենս այսօրյական նախկինի հետ համեմատելով։ Ուրեմն տոկոսը բանկի բարձրացել է, կանխիկացման գումարը բարձրացել է։ Կոնկրետ ասում եմ, իմ անձով պայմանավորված վարկ են վերցրել, 3 գնացել եմ վերակնքելու պայմանագիրը եւ առերեսվել եմ այդ խնդրի հետ։ Փաստաթղթերով ամեն ինչով, եթե անհրաժեշտություն լինի, կարող եմ որպեսզի ավելի արժանահավատ լինի այս ամեն ինչը ներկայացնել։ Հիմա մեր երկրի տնտեսության մասով բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսալու, որ սոցիալական մի շարք դժվարությունները
իր մաշկի վրա զգում մեր երկրի քաղաքացին, տնտեսական մեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք խնդիրներով նաեւ պայմանավորված, տարածաշրջան մի շարք խնդիրներ, բայց այնուամենայնիվ մենք խոսում ենք տնտեսական աճ արձանագրելու ցանկության, տնտեսական, եթե կուզեք, հեղափոխություն իրականացնելու հետ կապված, իսկ ինչպիսի գործնական քայլեր է իրականացվում, որպեսզի այդ ամենը իրականություն դառնա։ Արդյոք կարողանում ենք էժան գումարներ ներգրավել եւ ներարկել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։ Այո, ոչ, 2 տարուց ավել ժամանակահատված է անցել, ինչ այս թեզերի եւ գաղափարների մասին խոսում ենք, բայց այդ գործընթացները իրականություն չեն դառնում։ Ուղղակի ներդրումների մասով, հարգելի գործընկերներ, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում 2.5 անգամ ներդրումները նվազել են։ Սա լուրջ ցուցիչ է, սա կոնկրետ թվերով ցուցիչ է։ Մենք մտահոգ պետք է լինենք եւ կարողանանք իրական հասկանանք գնահատականը եւ ինչն է պատճառը այս խնդիրների հետ կապված։ Բանկային քաղաքականությունը, մրցակցությունը պետք է իրականությունը իր մեջ ամփոփելով, իրականում մատչելիություն ամփոփելով, մատչելի եւ երկարաժամկետ հնարավորություններ տա բիզնեսի համար եւ մարդկանց կյանքը եւ կենսամակարդակը բարելավելու հետ կապված։ Երբ որ պետական քաղաքականություն իրականացվող տարբեր բանկային, վարկային ծրագրեր են իրականացնում, եկեք հասկանանք այդ մատչելի ծրագրերը, որ ասում ենք մատչելի բնակարան, մատչելի, չգիտեմ, գույքամա, այդ մատչելիությունը ինչի հետ է համեմատում պետությունը։ Մատչելիությունը մատչելի աշխատավարձի հետ չպետք է համեմատենք, որպես պետական քաղաքականություն ի՞նչն է համադրությունն ու համեմատությունը։ Առիթ ունեցել եմ այս ծրագրի հետ կապված նաև խնդիրների մասին Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք այս խնդիրների մասին խոսելու։ Դրա հետևանքների մասին չասեմ, ինչ տեղի ունեցավ եւ ինչ ձևի արձագանքեցին այդ ամեն ինչին, լիահույս եմ, որ ներկայիս իշխանությունները ավելի ականջալուր կլինեն եւ այս ծրագրերի մասով որպես պետական մոտեցում եւ պետական սկզբունք այլ գործելավոճով կառաջնորդվեն։ Հարգելի գործընկերներ, իրականում բանկերի, տոկոսների եւ առհասարակ միջազգային հարթակներում մեր փոխհարաբերությունների մասով նաեւ ուզում եմ անդրադառնալ ինչի հետ կապված նաեւ որպես խնդիր եւ առաջարկություն եմ ներկայացրել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունը 7 միլիարդից ավել պետական պարտք է կուտակել տարբեր ժամանակահատվածներում եւ այսօր էականել ներկայիս իշխանությունների օրոք էլ այդ պետական պարտքը ավելանում է, բայց նաեւ ստեղծված այսօրվա իրավիճակով պայմանավորված արդյոք քայլ արվել է, դիմել են միջազգային կազմակերպություններին զրոյացնելի արտոնյալ պայմաններ վերցնելու համար։ Այստեղ շահելու է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ որքանով է իրականում այսօր հնարավոր մատչելի գումարներ ներարկել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ, որպեսզի իրավիճակը փոփոխությունները արձանագրելի լինի մեր երկրի քաղաքացիների համար։ Սա է ամբողջական տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը։ Եվ քանի դեռ այդ գումարները եւ վարկային ծրագրերը, բանկային փոխհարաբերությունները գործընկերային չեն եւ մատչելի չեն, ոչ մի դրական տենդենց հնարավոր չի արձանագրել։ Այդ լոմբարդային քաղաքականությունից, լոմբարդային մոտեցումներից պետք է վեր կանգնել։ Առանձին մի քանի դեպքեր կարելի է առանձնացնել, մնացած ամբողջական պատկերը կարելի է տեղավորել այս գաղափարների ներքո։ Շնորհակալություն ուշադրության համար։